Մյուսը, այս քարոզարշավի սպառնալիքների ու վախի քարոզարշավի հիմնական առանձնացող էլեմենտներից է։ Այս իշխանությունը մահը դարձրել է որպես պաշտամունք։ Մահը որպես պաշտամունք, ասում են, խոսում են անընդհատ այս վերջերս զինվորների ու առասարակ մարդկանց զոհվելուց, ասում է, ինչի չեք զոհվել պատերազմի ժամանակ։ Բա ոնց կարող է մարդ, որ վարչապետա ում կոչումով մեր զինվորները գնացել են ում կոչ անելով, ում ասելով մեր զինվորները գնացել են պատերազմ, ով զոհվել է նաև հերոսաբար, արիաբար, բայց այն տղերքը, որ գնացել են պատերազմ, ասում են, ինչի չեք զոհվել։ Ես սա գնահատում եմ բացառապես որպես մեղքը մեր զինվորների վրա դնելու ակնհայտ քայլ։ Իրենց վրայից մեղքը գցում են դնում են մեր զինվորների վրա, պատասխանատվությունից նաև փախնելու համար։ Եվ անհասկանալի է, էլի բարոյական ոչ մի բանի մեջ չի տեղավորվում։ Ոնց կարող է Հայաստանի վարչապետը ուրախանա կամ ասի մատ հիմնավորեք ինչ չեք զոհվել ու ուրախանա նրա համար, որ ասենք մարդիկ զոհվել են, ինչ լավ է, այստեղ գոնե ես կունենամ մեղքը գցելու բան ինչ որ մեկի վրա։ Հակառակը չէ, պետքա ուրախանաս, որ մարդիկ չեն զոհվել, կենդանի են մնացել, ամեն մեկի կյանքը արժեք է։ Ու պաշտպանության նախարարն էլ հələ տեսեք ինչ անում, հələ խոսքի վիճակը լակոտի պես իրան պահելով, արայով խոսալով քաղաքացիների ամբողջ ուղի եթերներով գնում է, ասում է ինչի հիմնավորեք ինչի չեք զոհվել։ Բա դու մի հատ կարաս հիմնավորես, դու ինչի չես զոհվել։ Դու կարաս հիմնավորես 15 մեր զինվորները, որոնք կացարանում հրդեհի հետևանքով մահացան։ Դու կարաս հիմնավորվես, ինչի է տղերքը մահացան։ Բա մահացան նրա պատճառով, որ ձեր նշանակած վարչապետի նշանակած նախարարի ժամանակ նրա պատճառով այս Սուրեն Պապիկյանի, որ խոսում ասենց, ու նաև նրանց ընտրած հրամանատարների պատճառով։ Պաշտպանության նախարարը, պաշտպանության բա դու նախարար ես, նախարարի ֆունկցիան այն է, որ դու պատերազմն ես կազմակերպես, եթե կա այնպիսի քաղաքականություն տանես, հնարավորինս քիչ մարդ զոհվի։ Բայց ոչ թե որ ուրախանաս նրա համար, որ ասես ինչ լավ է, բանը զոհվե կամ ինչի չեք գնացել զոհվե, սա, գիտեք ինչ կա, օրինակ Ստալինի ժամանակ երբ պատերազմից ֆրոնտից հետ էին գալի կամ տանում հարցակրնում էին ու պատժում էին մարդկանց։ Հիմա սա նույն ստալինիզմն է։ Այս մարդիկ, որ այսքան խոսում են եվրոպական արժեքներից, ստալինիզմի քարոզ են անում, սրանք ստալինիզմի դրսևորումներն են։ Ես ուզում եմ նաև մեր զինվորներին ասել, հայ զինվոր, սա մեղքը գցել է քո վրա։ Իշխանությունը հանում է քաղաքական իր վրայից այս քաղաքական իշխանությունը ամբողջ մեղքերը բարդում է զինվորների վրա։ Սա է սրա իմաստը։ Եվ այս մահվան նաև այս պաշտամունքը, որ իրանք սարքել են։ Սա քարոզարշավը, որտեղ մարդ մահացավ։ Մայիսի 16-ին պաստառ պոկելու համար մարդ մահացավ։ Եվ ինչ եղավ։ Ոչ մի բան։ Անունը դրեցին, որ բան հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդեր հոգեբուժարանի հետ կապեցին եւ այս թեման փակեցին գնաց։ Ինչ եղավ այդ, բայց այդ դեպքը ինչ եղավ, դուք իշխանություն եք, մի հատ պետքա բացահայտեք, դուք մենակ նախընտրական քարոզչության մեջ եք, պետք է գիտեք դուք նախընտրական տեխնացուներ եք, բայց դուք նաեւ իշխանություն եք։ Այս իրավիճակից ելքը ո՞րն է լինելու, այսինքն sense ինչքան մարդ մահանա, գործիք համարենք անցնի գնա։